Դեռ տարեսկզբին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նոր նախարար Սերգո Կարապետյանին, նշեց, որ վերջինս լավ ծանոթ է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին։ Այդ ժամանակա ընթացքում վարչապետը հույս ուներ, որ 2011 թվականին չեն կրկնվելու նախորդ տարվա բաց թողումները եւ գյուղատնտեսության մեջ այլևս անկում չի գրանցվելու։ Ես եկել եմ այստեղ պատասխանատվության բարձր զգացումով եւ պատրաստական լարված աշխատանքի եւ կոչ եմ անում բոլորիդ դառնանք մեկ բռունցք, համախմբվենք, պարտաճանաչորեն աշխատենք պատասխանատվության բարձր զգացումներով։ Պարոն նախարարն էլ բռնեց աշխատանքային այցերի ճանապարհը։ Ապրիլի 30-ին նախարարը Շիրակի մարզում էր։ Եղավ Լանջի, Քորոմ, Ազատան համայնքներում, ծանոթացավ տեղի խնդիրներին եւ ներկայացրեց 2011 թվականի ծրագրերը։ Սերմը ինքը պիտի տա։ Այն նրա աթոդները, որը անասնակեր է օգտագործում, դա պիտի տան գյուղացուն։ Ինքը տեխնիկայով կօգնի մշակության աշխատանքներին։ Հիմա ինչու՞ մա բանը, որ չեք ուզում մշակեք։ Մինչ նախարարն ու կառավարությունը գյուղատնտեսությունը խթանելու ծրագրեր էին մշակում, Շիրակի մարզում կատարված 17000 հեկտար աշնանացանը ցրտահարության վտանգի առաջ էր հայտնվել։ 2011 թվականի տարեսկզբին դաշտերն այսպես ցյուն առաջ չէին։ 2010 թվականի աշնանացանը հայտնվել էր ցրտահարության վտանգի առաջ։ 17000 հեկտար ցանկատարածություն եւ ոչ մի սանտիմետր ցյուն։ Սպասված ձյունը եկավ, բայց ուշացումով։ Շիրակի մարզի բարձրադիր գոտիներում Ամասիայի, Ախուրյանի, Անիի եւ Արտիկի տարածաշրջանների աշնանացան ցանկատարածությունների 10-15%-ն արդեն ցրտահարվել էին։ Ընդհանրապես նախորդ տարիների համեմատ հացահատիկային մշակաբույսերի ցանկատարածքների թիվը մարզում նվազել էր մոտ 1000 հեկտարով, ինչը բավական լուրջ խնդիր էին համարում մասնագետները։ Պատճառները շատ էին՝ կար սերմացուի պակաս, եղած վարելահողերն էլ գյուղացին չէր մշակում, որովհետեւ բանկերի հետ գործարքի մեջ մտնելով ու տոկոսները շալակելով, բերքահավաքի ժամանակ ակնկալված բարը չէր տեսնում։ Սալյարկեն 9000, բենզինը 10000, պարտանույթը 8000, ինչով վարկ հույս դրել են վարկի վրա, վարկը վերցել եմ դի փագեմ այդ վարկը խոչի բերգե։ Սան է սուտ բանը։ Պատասխանատուները մեկտեղվեցին, խելք-խելքի տվեցին ու գյուղացուն աջակցելու եւս մեկ ծրագիր մշակեցին։ Եթե նախկինում գյուղացին իր գյուղատնտեսական հոգսերն հոգալու համար 22-ից 24% տարեկան տոկոսադրույքով էր գումար վերցնում, ապա ըստ կառավարության նոր ծրագրի թվով 4 բանկեր ստանձնեցին գյուղատնտեսության բնագավառի վարկավորումը 14% տոկոսադրույքով։ Կառավարությունն էլ պարտավորվեց սուբսիդավորել տոկոսադրույքները, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10, սահմանամերձ ու բարձրադիր գոտիների բնակիչներին էլ 8%-ով, 6 ամսյա արտոնյալ պայմանով։ Միայն թե կառավարությունն ինչ էլ անի, մեկ է գյուղացու սիրտը շահել չի կարող։ Անցնող գյուղատնտեսական տարում ինչքան էլ նպաստավոր պայմաններ առաջարկվեցին ոլորտի խթանման համար, միևնույն է տեղաշարժ չեղավ։ Հատկապես վստահություն չներշնչեց 14%-անոց վարկերի տրամադրման ծրագիրը։ Որքան էլ փորձեցին համոզել ու բացատրել վարկերի տրամադրման այս եղանակը, գյուղացին մնաց անհողդողտ, բացի դրանից գայլանացանի համար արդեն ուշ էր գումար վերցնելը։ Այստեղ հարց է գալիս։ Բանկը գյուղացուն չի վստահում, թե կառավարությունը բանկին։ Ինչի համար։ Նրա համար, որ ասում է, գիտես, գյուղացի 4%-ը դու փակվիր, չէ, հետո նոր քու փողը վերադարձնենք։ Տեսեք ինչ է ստացվում։ Գյուղացին նորից փակվում է, գյուղացու փողը նորից փող է աշխատում բանկերի համար։ Հաշիվ ունես բացված քո անունով։ Մենք ասում ենք, այդ 14%-ը փակի, 4%-ը նստեցնում ենք հաշվի, պետությունն է նստում, ոչ թե բանկը։ Կառավարությունը մշակեց ու 2010-11 թվականներին իրականացրեց սերմնաբուծության եւ սերմարտադրության հնգամյա ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսներին բաժանվեց Ռուսաստանի Դաշնությունից ներկրված հացահատիկի էլիտա սերմացու։ Ծրագրի առաջին փուլին մասնակցեցին հայտ ներկայացրած այն գյուղատնտեսներն, ովքեր ունեին 3 եւ ավելի հեկտար հողատարածություն։ Առաջին փուլում եղան ցանկություն հայտնած, բայց նշված պայմանները չբավարարելու հետևանքով ծրագիր չընդգրկված համայնքներ։ Առաջի փուլին Ախուրյանի համայնքը չի մասնակցել։ Իսկ երկրորդին ունենք 3 հատ ֆերմեր, որոնք այժմ գտնվում են Դալիջում։ Առայժմ մտածում ենք, որտեղ պայմանները շատ բարդ են, պետք է մարդիկ մտածեն, որպեսզի տակից դուրս գան։ Տակից դուրս եկողներ էլ եղան, հատկացված սերմացուն ցանեցին, մշակեցին, բերքն էլ բարեհաջող հավաքեցին ու կազմ ու պատրաստ կնքեցին ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու պայմանագիրը, այս անգամ արդեն փոփոխված չափորոշիչներով։ Ծրագիրը ընդգրկվեցին 7 եւ ավել հեկտար հողատարածություն ունեցող շահառուները։ Ընդ որում ըստ պահանջվող չափորոշիչների առավելությունը տրվեց ոռոգվող հողատարածքներին, որոնք պարտադիր ունենալու էին ցանքաշրջանառություն կիրառելու հնարավորություն։ Առաջին փուլով ստացված բերքի արդյունքը տարբեր առիթներով բավարար գնահատվեց պատասխանատուների ու ծրագիրն իրականացնողների կողմից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած առանց փողկապի ձևաչափով հանդիպման շրջանակներում առաջ քաշվեցին գյուղացուն հուզող խնդիրները։ Շիրակի մարզը մեր ամենաաղքատ մարզերից մեկն է։
եւ պետության օժանդակությունը առաջի հերթին պետք է գնա աղքատ մարզեր եւ առաջի հերթին նաեւ Շիրակի մարզ եւ այս գարու սերմացուն, որ մենք բերում ենք, Շիրակի մարզը պետք է ստանա այդ սերմացուն եւ առաջի հերթին մենք պետք է օգնենք այն տնտեսություններին, որոնք կարիքավոր են եւ այն տնտեսություններին, որոնք նոր հողեր պետք է մշակեն, որովհետեւ մեր ծրագրի նպատակն է ավելացնել մշակվող հողերի ծավալները Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարությունից սերմացուի տալներ անցնում տվեց։ Մնում էր մարզերը գարնանացան գարին հավասարապես ու արդարության սկզբունքով բաժանեին աղքատ համարվող ընտանիքներին։ Շիրակի մարզին տրամադրվեց 140 տոննա էլիտա, 200 տոննա էլ առաջին վերարտադրության գարու սերմացու։ Էլիտան հատկացվեց սահմանամերձ համայնքներին, առաջին վերարտադրության սերմը տրվեց առավել աղքատ, Աշոտսկի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններին։ Մարզի 6 համայնք 100 տոննայից ավել գարու սերմ ստացավ։ Գարին եկավ հասավ Շիրակի մարզ, բայց պարզվեց, որ քանակը պահանջվածից քիչ էր, հերիք չէր, բաժանման համար էլ հստակ նախապայման էր դրված։ Բաժանել արդարության եւ հավասարության սկզբունքով։ Այսօր մենք մնացինք խաբված մի խոսքով, որովհետեւ տվել են 2 տոննա գարնանացան գարի, երբ որ մենք ունենք մոտավորապես 110-ից 120 հեկտար վարած պատրաստի վայելահող։ Դե մեզ բնականաբար պետք էր մոտավորապես 25-ից 30 տոննա։ Շատ համայնքներ օգնությունից հրաժարվեցին, բայց հողերը մշակեցին, իրենց սեփական գարին ցանեցին, ով ինչքան կարող էր։ Կառավարությունը հոգ տարավ նաև հանրապետությունում գյուղտեխնիկայի պակասը լրացնելու մասին։ Հայաստանում շահագործվող մոտ 15000 գյուղտեխնիկայի 90%-ը հնացած էր, խորհրդային միությունից փոխանցված եւ մաշված։ Այս տարվա ընթացքում 2 անգամ կառավարությունը գյուղտեխնիկա ներկրեց եւ հատկացրեց այն համայնքներին, որտեղ դրա անհրաժեշտությունն առավելագույնս էր զգացվում։ Շիրակի մարզն էլ իր բաժինն ունեցավ։ Գյուղտեխնիկա տրամադրվեց մարզի Բանդիվան, Հառիչ եւ Ախուրիկ համայնքներին։ Կառավարությունը որոշում է թե ներկրված տեխնիկան ինչ կարգով է տրամադրվելու։ Դիցուկ 100 միավոր տեխնիկայից կարող են որոշել, որ լրիվ հաջորդային կարգով, բայց հաջորդով կամ էլ այդ ներկրված տեխնիկայից որոշ քանակությունը իրականացվի բաց հաջորդով, մնացածը հատկացվի մարզբետարաններին, համայնքներին հատկացնելու համար։ Հանրապետությունում կաթի մթերման ու կաթնատվությունը բարձրացնելու ուղղությամբ եւս նախագծեր մշակվեցին, ինչի արդյունքում որոշվեց զարկ տալ անասնապահությանը։ Կառավարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2012 թվականի գարնանը Շիրակի մարզ ներկրել 98 գլուխ տոհմային երինջ, 60-ը շվից, 28-ը սիմենտալ, 10-ը հոլշտեյն ցեղատեսակի։ Մասնագետների վստահեցմամբ կաթնատվությամբ եւ մսատվությամբ այդ անասունները կգերազանցեն տեղական ցեղատեսակներին։ Երինջները կտրամադրվեն լիզինգային վարկերի միջոցով 4 տարի մարման ժամկետով։ Մեկ երինջը կարժենա 1.350.000-ից 1.400.000 դրամ։ 2011 թվականը ոլորտի պատասխանատուները որակեցին գյուղատնտեսության համար կայունացման տարի։ 2012-ը կանխատեսվում է որպես զարգացման։ Լավ կլիներ արդարանային բոլորի հույսերը, մտադրություններն ու սպասումները։ 2012 թվականը զարգացման տարի թող լինի տնտեսության բոլոր ոլորտների համար։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։